Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 8-րդ գլուխ Սունամացի գինը գվերաթարնա։ Եղիսե խոսեցավ այն գնոջ, որուն որդին վերաբրեցուցեր էր եւ ասավ. Գանքնե ու բանտղտանալու կնա, թուն եւ ընտանիքդ, ուր որ գնաս բանտղտանալ, որովհետեւ դերը սովը գանչեց։ Ահա գուքա 7 տարի այս երկրին վրա մնալու։ Ուստի գինը գանքնեցավ եւ Աստուծո մարդուն ըսածին ամացայն ըրավ։ Իր ընտանիքով քնած ու փղշտացնելու երկրի մեջ 7 տարի բանտղտացավ։ 7 տարվան վաղճանին այդ գինը փղշտացնելուն երկրեն վերադարձավ եւ իր դան համար ու արդին համար թակավորին փողոքելու քնած։ Թակավորը Աստուծո մարդուն սպասավորին քեզի հետ կխոսեր ասելով. Գաղերսեմ, Եղիսեի գդարած բոլոր մեծակորձությունները բատմեինզի։ Մինչ ինք թակավորին կբատմեր թե ինչպես ան մերած դղան վերաբրեցուց, ահա այն գինը, որուն որդին վերաբրեցուցեր էր, թակավորին փողոքելու եկավ իր դան համար ու արդին համար։ Քեզի ասավ. ով թակավորիմ դերս, այս է այն գինը եւ այս է անոր որդին, որ Եղիսե վերաբրեցուց։ Եվ թակավորը գնոջ հարցուց ան իրեն բատմեց։ Թակավորը բալադագամ հատկացուց անոր ու ասավ. վերադարձուր ամեն ինչ որ անոր կբատկանի, նաեւ արդին ամբողջ բերքը Երգիրը ցկածորեն մինչև հիմա։ Եղիսե եւ Սուրիայի Բենաթատ թագավորը։ Եղիսե Դամասկոս գնաց։ Սուրիայի Բենաթատ թագավորը հիվանդացած էր։ Թագավորին բատմեցին։ Աստուծո մարդը հոս եկավ։ Թագավորը Ազայելի ասավ. Ցերկդ ընձար ու կնա Աստուծո մարդը թիմավորե եւ անոր միջոցով դիրոջ խորուրդ հարցուր։ Ասելով. արդյոք այս հիվանդութենեն պիտի առողջանամ։ Ազայել Եղիսեն թիմավորելու կնաց ու ցերկը ընձարավ Դամասկոսի բոլոր բարիկներեն 40 ուղդի փեր։ Կնաց անոր ներկայացավ եւ ասավ. Քու որդիդ Բենաթատ Սուրիայի թագավորը զիսկ է զիղրգեց, ասելով. արդյոք այս հիվանդութենեն պիտի առողջանամ։ Եղիսե անոր ասավ. կնա անոր ասե. անշուշտ պիտի առողջանաս։ Բայց դերը ինձի ցույց տվավ թե անշուշտ պիտի մեռնի։ Հետո իր երեսը անշարժացուց եւ աչքերը անոր վրա սևերեց։ Մինչև որ ան ամծավ ու Աստուծո մարդը լացավ։ Ազայելը ասավ. իմ դերս ինչու գուլա։ Անալ պատասխանեց. քանի որ Իսրայելի որդիներուն ընելիք չարիքդ գիտեմ, անոնց ամրոցները գրագով պիտի այրես, երդասարտները սուրով պիտի մերցնես, երեխաները քեդին պիտի զարնես ու հղի գիները պիտի ջեղքես։ Ազայելը ասավ. քու ծարատ ով է շումը որ այդ մեծ բաներն է։ Եղիսե պատասխանեց. դերը ինձի ցույց տվավ թե տուն Սուրիայի վրա թագավոր պիտի լաս։ Այն ադեն ան Եղիսեի կովեն կնաց եւ իր դիրոջ եկավ։ Ան իրեն հարցուց. Եղիսե քեզ ինչ ասավ։ Ինքալ պատասխանեց. ինձ ասավ թե անշուշտ պիտի առողջանաս։ Հետևյալ օրը Ազայել հաստ լատ մարավ, ճուրի մեջ թափեց ու անոր երեսին վրա փրեց։ Անալ մեռավ եւ Ազայել անոր դեղ թագավոր եղավ։ Հութայի Հովրամ թագավորը։ Իսրայելի թագավորին Ակապյան Հովրամի 5-րդ տարին, երբ Հովսապատ դեր Հութայի վրա թագավոր էր, Հութայի Հովսապատ թագավորին որդին Հովրամ թագավոր եղավ։ Ան 32 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 8 տարի թագավորեց։ Ան Իսրայելի թագավորներուն ճամփային ընթացավ, ինչպես Ակապի դունը ըրավ, որովհետև իր գինը Ակապի աղջիկն էր։ Դիրոջ արչև չարիք կործեց, սակայն դերը Հութան բնաճնչել չուզեց իր ծառային Դավիթի սիրույն համար, ինչպես անոր խոստացած էր, որ թե իրեն եւ թե իր որդիներուն ընդմիշտ ջրակ մտա։ Անոր օրերը Եդոմայեցիները Հութայի ցերկին դագեն ապստամբեցան եւ իրենց վրա թագավոր նշանակեցին։ Հովրամ իր բոլոր գարկերը իրեն հետ արավ ու Սայիր անցավ։ Քիշերը գանկնեցավ, զինք շրջաբադող Եդոմայեցիներն ու գարկերու վերահսկիչները զարգավ, ժողովուրդն իր վրանները փախավ։ Բայց Եդոմայեցիները Հութայի ցերկին դագեն ապստամբեցան մինչև այսօր։ Այդ ադեն Լեբնայալ ապստամբեցավ։ Հովրամի մնացյալ արարքներն ու անոր բոլոր ըրածները ահա Հութայի թագավորներուն ժամանակակրթության գիրքի մեջ գրված են։ Հովրամ իր հայրերուն հետ գնացավ ու իր հայրերուն հետ Դավիթի քաղաքի մեջ թաղվեցավ։ Անոր դեղ իր որդին Վոկոզիա թագավորեց։ Հութայի Վոկոզիա թագավորը։ Իսրայելի թագավորին Ակապյան Հովրամի 12-րդ տարին
Հութայի Հովրամ թագավորին որդին Վոկոզիա թագավոր եղավ։ Վոկոզիա 22 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 1 տարի թագավորեց։ Իր մայրը Իսրայելի Ամրի թագավորին աղջիկն էր, Քոթողիա անունով։ Ան Ակապի դան ջամփային ընթացավ եւ Ակապի դան բես դիրոջ արչեւ ճարիք գործեց, քանի որ Ակապի դան փեսան էր։ Ան Ակապյան Հովրամի հետ Ռամովտ քաղաք գնաց Սուրիայի Ազայել թագավորին դեմ պատերազմելու։ Ասորիները Հովրամը վիրավորեցին, ուստի Հովրամ թագավորը վերադարձավ, որբեսի Հեզրայելի մեջ բուժվի այն վերքերեն, որ ասորիները իրեն դվեր էին Ռամովտի մեջ, երբ Սուրիայի Ազայել թագավորին դեմ կպատերազմեր։ Այնադեն Հութայի թագավորը Հովրամի որդին Վոկոզիա Հեզրայել իջավ Ակապի որդին Հովրամը տեսնելու, քանի որ ան հիվանդ էր։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։